Ուրիշի ընտանիքը սերիալում իրադարձությունները կրկին կտրուկ շրջադարձ են ստանում և թվում է հենց այն պահին, երբ հերոսները փորձում էին մի փոքր խաղաղություն գտնել, ամեն ինչ նորից փլուզվում է, սերիալը մտնում է ամենալարված փուլերից մեկը, որտեղ սերը, խանդը, վրեժն ու ճշմարտությունը խառնվել են իրար։ Հասմիկի համար Նորոյի ու Մագդայի հարաբերությունները վաղուց արդեն սովորական պատմություն չէին։ Նա երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Նորոն ընտրել է Մագդային։ Բայց երբ իմանում է, որ նրանք պատրաստվում են ամուսնանալ, նրա ներսում կարծես ինչ-որ բան վերջնականապես կոտրվում է։ Այդ լուրը դառնում է այն կետը, որից հետո Հասմիկն այլևս չի մտածում հետևանքների մասին։ Նրա ցավը, խանդը և վիրավորանքը վերածվում են վտանգավոր քայլի։ Նա գնում է ոստիկանություն ու փոխում իր նախկին ցուցմունքը, այն նույն ցուցմունքը, որով ժամանակին փրկել էր Նորոյին, հիմա դառնում է նրա դեմ օգտագործվող ամենամեծ ապացույցը։ Հասմիկը հայտարարում է, որ սպանության գիշերը ինքն ու Նորոն միասին չեն եղել և այդ խոսքերը բավական են, որպեսզի գործը նորից բացվի ու Նորոյին կրկին ձերբակալեն։ Այդ տեսարանը դառնում է սերիալի ամենածանր պահերից մեկը։ Նորոն բառացիորեն չի հասկանում ինչպես է հնարավոր, որ մարդ, ով ժամանակին փորձում էր իրեն փրկել, հիմա անձամբ իրեն տանում է դեպի կործանում։ Իհարկե դեռ Նորոյին հայտնի չէ, որ այս ամենի հետևում կանգնած է Հասմիկը, բայց ցավալին այն է, որ Հասմիկը սիրում է Նորոյին, նրա քայլերը գալիս են ոչ թե ատելությունից, այլ հիվանդագին կապվածությունից։ Նա մտածում է, որ եթե Նորոն իրենը չէ, ապա չի կարող երջանիկ լինել ուրիշի հետ, և հենց այդ մտածելակերպն է նրան դարձնում վտանգավոր։ Մագդայի համար սա ևս մեկ հարված է, նա դեռ չի հասցրել հաղթահարել Կարենի հետ կապված սարսափները, ընտանեկան գաղտնիքները, երբ հիմա Նորոյին նորից տանում են։ Նրանց հնարավոր հարսանիքը, որի մասին արդեն խոսում էին բոլորը, մի ակնթարթում վերածվում է մղձավանջի, և հենց այստեղ է, որ հեռուստադիտողները նորից սկսում են հասկանալ, այս սերիալում երջանկությունը երբեք հեշտ չի տրվում։ Բայց իրավիճակն ամբողջությամբ հակողային չէ։ Էդոն կրկին դառնում է այն մարդը, ով փորձում է փրկել Նորոյին։ Սա կարող է ամբողջությամբ փոխել գործի ընթացքը։ Եթե Գարիկը խոսի, հնարավոր է ապացուցվի, որ Նորոն անմեղ է, բայց այստեղ էլ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Հարց է առաջանում՝ ինչու հենց հիմա է Գարիկը որոշել խոսել։ Արդյոք նա իրոք անկեղծ է, թե կրկին ինչ-որ խաղ է գնում կուլիսներում։ Սերիալը միտումնավոր պահում է լարվածությունը, ցույց տալով, որ յուրաքանչյուր փրկություն իր հետ նոր վտանգ է բերում։ Միևնույն ժամանակ շատ հետաքրքիր գիծ է զարգանում նաև փաստաբանի կերպարի շուրջ, նրա հայացքներից, վերաբերմունքից ու Նորոյի նկատմամբ վերաբերմունքից արդեն ակնհայտ է դառնում, որ նա անտարբեր չէ Նորոյի հանդեպ։ Սա կարող է շատ հետաքրքիր զարգացում ստանալ։ Հնարավոր է նա սկզբում պարզապես մասնագիտական հետաքրքրություն ուներ, բայց աստիճանաբար սկսել է ավելի խորը զգացմունքներ ունենալ, և սա նոր լարվածություն կարող է ստեղծել հատկապես Մագդայի ու փաստաբանի միջև։ Եթե Մագդան նկատի այդ վերաբերմունքը, հնարավոր է խանդի, անվստահության կամ նույնիսկ նոր կոնֆլիկտների պատճառ դառնա։ Այս ամենի ֆոնին Հասմիկը բառացիորեն բոլորին խառնել է իրար։ Նրա մեկ որոշումը փոխել է բոլորի կյանքը։ Նորոն կրկին բանտում է, Մագդան կոտրված է, Էդոն պայքարում է ժամանակի դեմ, իսկ ընտանիքների միջև լարվածությունն էլ ավելի է խորանում։ Առաջիկա սերիաներում սպասվում են ամենաուժեղ զարգացումները։ Կկարողանա Գարիկը փրկել Նորոյին, կների Մագդան Հասմիկին, և արդյոք Հասմիկը կհասկանա, որ իր վրեժը առաջին հերթին հենց իրեն է կործանում։ Ուրիշի ընտանիքը շարունակում է ապացուցել, որ ամենավտանգավոր մարդիկ երբեմն նրանք են, ովքեր սիրում են չափազանց ուժեղ։ Իսկ եթե ցանկանում եք բացահայտել առաջինը, թե ինչ է կատարվելու հեռուստասերիալում, ինչ գաղտնիքներ են բացահայտվելու և իհարկե ինչ զարգացումներ են լինելու, ապա չմոռանաք միանալ մեր ալիքին։ Հիշեցնենք, որ ամեն ինչ դեռ առջևում է, միացեք, որպեսզի միասին բացահայտենք, թե ինչ է սպասվում առաջիկա սերիաներում։ Նորոն ու իր երկու քույրերը երբեք երջանիկ չեղան։ Սկզբում նրանցից հեռացավ հայրը, այնուհետև մայրը, իսկ հիմա նրանք կորցրել են իրենց տունն ու երջանկությունը, նրանք պայքարում են կյանքի համար, բայց արդյոք կյանքն արդա՞ր է նրանց հանդեպ։ Չէ՞ որ նրանք արդեն մանկուց տառապել էին ու հիմա փորձում էին երջանիկ լինել, ու Հասմիկն, ով ներխուժում է Նորոյի կյանք առանց հրավիրատոմսի, փորձում է խառնել ամեն ինչ։ Նույնիսկ նրանց հայրը, ով պետք է նրանց կողքին լիներ ու պաշտպաներ ամենադժվարին պահին,
այժմ Հասմիկի կողքին է ու ավելին, նրանք հենց հոր պատճառով կորցնում են այն փոքրիկ տունը, որտեղ նրանք գոնե ապահով էին իրենց զգում։